Ուրեմն ՀՀՇ-ն իշխանությանը եւ ՀՀՇ-հականներ կային, ես շատ լավ հիշում եմ, ասում էին Սուրեն Սուրենյանցն եկավ, կարող է ինքն էլ հիշի։ Ասում էին մենք հավերժ ենք։ ՀՀՇ-ն այդպես է ասում, կերան, որ պատմական չգիտեմ որտեղ հայտնվեցին։ Տեսակ չէ, այնպես չէր, որ սենց բաներ, էլի նույն կերպ կեղծված ընտրություններ կան եւ կեղծված ընտրություններից եւ ոչ լեգիտիմ իշխանություններ, ոնց որ հիմա Նիկոլը։ Հետո Հանրապետական կուսակցությունը ինչ էր ասում էր Ալեք, ոնց է այդ շենքը Սուրենյանց, Հանրապետականի շենքը, հասցեն, Ալեք Մելիք Ադամյան, հա, ասում էր բոլոր բաները գալու են և անցնելու են Մելիք Ադամյանը, տեսակ մի 10 օրվա մեջ ինչ եղավ, այնպես որ բայց երկուսն էլ, այնպես չէ, որ մեկը ազատագրող ուժեր, հաղթած ուժեր, այդ ՀՀՇ-ի գլխին նստած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ հաղթել են, Սերժ Սարգսյանի ժամանակ Սերժ էլ է հաղթել պատերազմում։ Հա, չէ, ես նկատի ունեմ նախագահների կարգավիճակով նաև պահող նախագահ։ Դուք հիշում եք այս շրջանում ինչ որ մեկի մոտ, էլ Ռոբերտ Քոչարյանի շրջանի մասին չեմ ասում։ Դուք որևէ մեկը հիշում եք, որ վախ ունեինք, թե վաղը պատերազմա լինելու։ Ես չեմ հիշում այդպիսի բան։ Չկա այդպիսի բան։ Մենք բոլորս հանգիստ կառուցում էինք մեր եւ մեր երեխաների ընտանիքների ապագան, ճիշտ է։ Ով էր մտածում։ Բա հիմա երկրի գիտակից մասա 30-40%-ը սարսափի մեջ չէ, որտեղ Ալիևը չի թողնում հանգստանանք։ Իր ուզած ընտրությունները եղավ, Նիկոլը մնաց, Նիկոլ ընտրությունից ասեց տարաշներ տալեմ։ Ես մարդ ասում եմ, չէ, ապետ, չէ։ Իմն է ամբողջ Հայաստանին բերելու եմ այդտեղ բան անեմ։ Բերելու եմ բոլորին այդտեղ նստացնեմ։ Ասում է, չէ։ Չի թողնում որա։ Հետևաբար ես ինչի համար եմ ասում։ Ասողը ինքը չի, ասողը Եվրոպան է։ Ասենք կարող է ԿՊ-ն իրան հանգիստ ցույց տա, բավարարված լինի, ԿՊ-ի ղեկավարը իրան այդպես լինի, իբր թե պոեզիա է կարդում, բայց այդ ճիշտ ասած ես այդ 5-րդ դասարանում եմ կարդացել Եվգենի Անեգինը։ Հիմա 50 տարեկանում բան անել, որ հպարտանալ, որ Եվգենի Անեգին եմ կարդում, ես չգիտեմ էլի։ Հայ ժողովրդի պատմություն, լավ։ Ասենք այս պատական չի։ Ուզում եմ ասել, որ դուք օրինակ անգլերենով Անժելա Ջեք Լոնդոն չի կարդում, որ ամերիկացիներին բրիտանացիքին ասի կամ Համլետ Շեքսպիր չի կարդում։ Ճիշտ ասած նորմալ երեխաները բաները Ջեք Լոնդոն կլինի, Ժուլ Վեր կլինի, բան այդ ամիջարկածային գրականությունը էլի կարդում են 5-րդ կամ 6-րդ դասարանում, 4-րդ դասարանից են կարդում։ Ասեն որ նորմալ ընտանիքներում այդ երեխաներին տալիս են 4-րդ բնօրինակով։ Ասում են շուտով բնօրինակով Համլետ է կարդալու։ Ասելիքս ինչ է, որ եթե ձեզ թվում է որ հանգստություն եք ցույց տալիս, ես վստահ եմ որ իրենք գիտեն թե ինչ է սպառնում։ Ես այդ օրինակները բերեցի նախկին իշխանությունների, որ այդ մարդիկ հաղթած ուժեղ իշխանություններ են, բայց տեսեք ինչ եղավ։ Ուր մնաց ձեզ հետ, որ այսքան տարածք եք տվել, այսքան ավերածություններ, այսքան խլել, չգիտեմ ինչ, այնպես որ այդքան անհոգ մի եղեք։ Մեր նման երկրներում կարող են այնպիսի ֆորս մաժորային իրավիճակներ, որ 3 օրում դուք թռնեք այս իշխանությունից։ Սա նաև տարածվում է ընդդիմության վրա եւ այն մարդկանց վրա, որ հիմա շատ հուսահատված են եւ հիասթափված են։ Չի կարելի։ Եթե գինը հայրենիքն է, ոնց որ ասես բանա, այստեղ երեխատ է, ու հայրենիքդ է, չէ։ Եթե գինը դա է, ուրեմն չի կարելի հանձնվել, չի կարելի հիասթափվել, չի կարելի սենց բանով ձեռքերը բանով նստել ասել դու գիտեք եթե այդ հզոր մարդկանց է այսպես հա կարող է հզոր մարդկանց ինչ էին անում իշեք Վանոս Լիրադեղյանի ժամանակ ինչքան շարժվող արարող գործարար մարդկան փախա որտեվ այդ մարդը պետական տերոր էր անում մենք դա տեսել ենք իհարկե իրենք հաղթած են հիմա նույն պետական տերորը հիմա է տեղներում եւ ինչ ճակատագրի արժանացավ Վանոս Լիրադեղյանը վերջում անգամ բանը չթողեցին որ գա մի ամիս այստեղ ապրի գիտեին որ արդեն շատ ծանր վիճակում է հայրենազուրկ հայրենազրկությունը այդ նորմալ մարդու այո դա դաժան բան է դրա համար որ այսպես բան անեք ձեռքերը ծալած նստել կամ հիասթափված նստել ոչ մի բան չի չէ այնուամենայնիվ պիտի գինը երկիտը եւ մեր երեխաներն պիտի այդ բանը պայքարը այս իշխանության դեմ պիտի ամեն առումով փորձավի իշխանությունը գտնվում է Լոնդոնում, Բրյուսելում, սա ընդհանրապես կատարածու է։ Իսկ ինչի 90-ականներին 2008 թվին որ հարձակվեցին մարտի 1 եղավ, այդ նույն դրսի ուժերը չէին անում, դրսի ուժերն էին չի անում։ Բայց հիմա դրսի ուժերը ներսում ռեալ իշխանություն ունեն։ Իշխանություն ունեն։ Բայց մենք հասկանանք, որ միայն Նիկոլը չի։ Այո։ Նիկոլը պատվեր է կատարում, հա, պրոֆեսիոնալ կատարում է, իրան ասում է, սենց արա ինքը անում է։ Բայց կարևորը գիտենք, չէ, որտեղից է, դա էլ քիչ բան չի։ Իհարկե պետք է դուք եք մի շատ լավ ասում, թիրախները պետք է ընտրել։ Ճիշտ ընտրել։ Իհարկե։ Այդ դեսպանատներն են։ Իհարկե, բա այդ որ չկա։ Ինչա նշանակում Արեգնազ Մանուկյանին
Ինչի համար այն բանի համար որ Գեղամ Մանուկյանը դուրս եկավ ասեց որ մենք ես դրա մասին լրագրողներին ամեն ինչ ասել եմ ինչ գաղտնիության մասին անչափահաս դուստր ունի դու գիտեք որ ծնողի ինչ վատ է մայրի ինչ վատ է Արեգնաց ես չգիտեմ կարելի է ասեմ թե չէ դու գիտեք ինչ վիճակում է իր մայրը ոնց թե այնտեղ անչափահաս երեխա զրկել եք ամեն ինչից ոնց կարելի է այսպես ոնց կարելի ես ամենաշատ հունից դուրս եմ գալիս անտարբերություն որ անտարբեր է կինա չէ այնտեղ թողեք քո ինտելեկտուալ տղերքին չէ տարել նստացրել Աշոտյանն, Չալաբյանն, Անդրանիկ Թևանյանն, քո արարող տղերքին են չէ նստացրել Սամվել Կարապետյանն, Գագիկ Ծառուկյանն, քո կռվող տղերքին են չէ նստացրել Աշոտ Երկաթն, չէ։ Ճիշտ է։ Բա ոնց կարելի է այսպես։ Կարելի է, որտեղ երկիր գրաված է։ Չէ, ես անտարբեր մարդկանց մասին եմ ասում։ Մարդիկ թողենք այն կողմ էլի հիմա գիտեք մենք բողոքում ենք օրինակ եթե գերմանացիները գեստապոն բռնում էր մի հատ պարտիզանական ջոկատի հրամանատար որը 24 ժամվա ռեժիմով բանտում ծեծում էր թույլ չէ տալիս հարազատները տեսնեին իրեն փոքր երեխա հիվանդ մայր բան այդ խեղճ Բելարուս ուկրաինացիները ասում են էս ինչ դաժանն էս գերմանացիք բռնել են, հեսա շուտով գնդակարում են 24 ժամվա ռեժիմով ծեծում են, գոնե թույլ տան մի հատ օրինակ եմ ասում, երեխեքին ումորը տենա, մահապանջից առաջ։ Շատ դաժան են։ Հիմա նույն տրամաբանությունն է, դուք ասում եք ինչու են Արեգնաց այսօր լսել եմ երևի կա խոսել։ Էդմոն Մարոկյանը շատ ճիշտ թիրախային խոսում է։ Շատ ճիշտ, անկախ նրանից ոնց են գնահատում այդ անձի անցյալը, ես այդ չեմ նայում։ Ինչն է ճիշտ ասում։ Ասում եմ միայն սենց ռեժիմներում իրականում ինքը չի ասում օկուպացիոն, ես եմ ասում։ Միայն օկուպացիոն ռեժիմում անձը, որից է վտանգ չի ներկայացնում, տարիքով մոր եւ 13 տարեկան աղջիկ երեխայի հետ արգելված է հեռախոսով երկու բառ խոսալ։ Սա ոչ թե սադիզմ է, սա օկուպացիոն ռեժիմը ասում է, որ իմ համար օրենք գոյություն չունի, գոյություն ունի չգրված օկուպացիոն ռեժիմի օրենքներ։ Այդ օկուպացիոն ռեժիմը ասում է վախացնել Արեգնազի օրինակով այս ձևով վախացնում են մյուսներին խեն անում հո սազից չեն լավ երեխո հետ կարա չի խոսը մոր հետ կարա չի խոսը ինչու են անում ասեմ ինչը մի վարքան Անժելա թող միտքս ավարտեմ անում են որ մյուսներին դաս լնի հանգած չփորձեն ինչ որ ձևով որտեվ ամենաակտիվներից մեկն էր Արեգնազը Մայր Հայաստան կուսակցությունից փորձ արվու եւ այլն սա դրա համար է արվում Հիշենք, օկուպացիոն ռեժիմը իր խաղի կանոններն է, ուղղակի մեզ խաբելու, մանիպուլացնելու համար, ասում այսի սահմանադրությունն է, այսի քրեական օրենսգիրք է, այսի իրավական ակտեր են, նայեք, բայց օկուպացիոն ռեժիմի համար այդպես բաներ գոյություն չունի։